Ուրեմն հանձնաժողովի անունից հանդիպմանը եկել էր եւ ընդունելությունը վարում էր Հայաստան խմբակցության падգամավոր Արման Ղազարյանը։ Միայն ինքն էր падգամավորներից, ցավոք սրտի այլ падգամավորներ չկային, չնայած որ ընդունելությունը ոչ թե падգամավորի հետ էր հայտարարված, այլ հանձնաժողովի եւ ենթադրվում էր, ես անկեղծ տենց էի ակնկալում, որ հանձնաժողովի բոլոր անդամները ներկա կլինեին։ Օրինակ ես ունեի հարցադրումներ, քննարկման հարցեր հենց հանձնաժողովի նախագահ պարոն Վահե Ղալումյանի հետ։ Եվ ես խնդրեցի, որ պարոն Ղազարյանը փոխանցի, բայց դա նրան չվերաբերող հարց էր։ Օրինակ պարոն Ղալումյանը ընդգրկված է ազգային ժողովի նախագահի կողմից ստեղծված, գործող եւ ղեկավարվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում։ Եվ ինձ օրինակ հետաքրքիր էր, թե պարոն Ղալումյանը վերջին անգամ երբ է մասնակցել այդ հանձնաժողովի նիստին, որն ա եղել այդ օրակարգը, ինչ հարցեր են քննարկել։ Գործող հանձնաժողով է, որտեղ ինքը հիմա որպես падգամավոր փողաստանում է այդ հանձնաժողովում աշխատելու համար, իսկ այդ հանձնաժողովը ընդունելություններ չի անում։ Եվ ինձ հետաքրքիր էր դրա պատասխանը, բայց պարոն Ղալումյանը ցավոք սրտի չկար։ Կամ ինքը օրինակ եղել է Տավուշի մարզպետ, հիմա իր եղբայրն է Տավուշի մարզպետը, եւ ուզում եմ իմանամ, ասենք մարզի սահմանները այդ ընթացքում փոխվել է։ Ուզում եմ իմանամ ինքն է ապօրինի պաշտոնավար է, թե իր եղբայրը, որտեղ այդ ընթացքում ոչ մի միջազգային պայմանագիր, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի օրենք չի փոխվել։ Հիմա լավ կլներ եղբայրն է գար, այդ հասկանա իրանցից որ մեկն է ապօրինի պաշտոնավար, որտեղ մեկը հաստատ ապօրինի է, որտեղ իրանց պաշտոնավարման շրջանում երկրի սահմանները իրանց ղեկավարած մարզում փոխվել են։